Բարի խաղաղ գիրակի առավոտ ձեզ բոլորիդ։ Ես հելել եմ քայլելու, քանի որ երեք շատ եմ պիցակերել ու արդեն լավ չի։ Քիչ քամի է սառնա, բայց քայլելով կտաքանամ։ Լարան հետս չի այսօր, ես մենակ եմ, այս տարածքում քայլում եմ։ Շատ սիրուն տարածք։ Այսօր էլ ծաղկազարդա ասեմ, կիրակի է, բոլորիդ խաղաղ բարի օր եմ մաղթում։ Այս բարի օրով էլ սկսում ենք մեր այս շաբաթվա վլոգը։ Ուրեմն այստեղ լցնում ենք 700 մլ ջուր։ Մի քիչ էլ ենք ավելացնում։ Մի քիչ էլ։ Այսի հենց պիտի անպայման 700 լինի, էլի։ Լավ, այս մեկը ոչինչ, լավ է։ Լցնում ենք 700 մլ ջուր։ Հետո արդեն այս ջուրը նախապես ասեմ մի քիչ ինքը գոլ լինի։ Լցնելու ենք այս մեր թթխմորը վրան, որ հանկարծ մի բան չլինի, էլի մեր խմորին։ Հիմա այսի լցնեմ, խառնեմ, միանամ։ Ուրեմն այսի լցրեցի, այսի հիմա պիտի այնքան խառնենք, որ դառնա միասեր սենց զանգված, էլի, որ սենց հատիկներ բան չլինի։ Լավ խառնում ենք։ Ինքը որ սենց լավ ձոլվի մեջը։ Ուրեմն տեսնում եք, ստեղ արդեն ոնց է բան լեղել, սա լուծվել է մեջը։ Հիմա սրա վրա ես ունեմ ալյուր, պատրաստի արել եմ, արդեն դրել եմ։ Մի քիչ լցնում ենք մեջը։ Շատ չէ, մի քիչ ենք լցնում, ամբողջը չէ, էլի ուղղակի։ Հիմա այսի լավ խառնում ենք, ճիշտ ասած չեմ հիշում, ասեցի 1 կիլո 250 գրամ աստեղ, եթե սխալ եմ ասել, ինձ թվում է սխալ ասեցի, բայց 1 կիլո 250 գրամ, այսի լավ խառնում ենք հիմա։ Աստեղ ունեմ 40 գրամ աղ, հիմա այս աղը լցնում ենք վրան, խառնեմ նորից միանամ։ Հիմա արդեն այս աղից հետո ավելացնում ենք մեր մնացած ալյուրը, ինչքան ունենք ամբողջությամբ լցնում ենք։ Ու սա էլ մի հատ լավ խառնում ենք, հեսա խառնեմ ու միանամ ձեզ նորից։ Հիմա ինչ ենք անում, այս բանին, սա դատարկում ենք ամբողջությամբ սեղանին, մեր խմորը։ Դատարկում ենք սեղանին ու սկսում ենք լավ ձեռքերով տրորել, ինքը չպետք է լինի շատ չոր, այսինքն ձեռքերին կպնող խմոր պետք է լինի, բայց հետո այդ ամեն ինչը կանցնի, լավ իրան ձեռքերով ոնց կարողանում եք, լավ սենց իրան տրորում եք, մասաժ եք անում մի հատ, հավեսին խաղում եք հետը ու թողնում եք սեղանի վրա, հենց այդպես ուղղակի ամանը շուռ եք տալիս վրան ու տենց մնա 15 րոպե։ Հանեցինք։ Այս խմորը հիմա ամենակարևոր պահն է, որ պետքա ձեռքերը զեյթունի ձեթ անենք։ Կողքերով։ Ու սենց մեջ տալով այս խմորը կլորացնում ենք։ Մի հատ տեսեք ինչ սիրուն, սենց գլատկի խմոր է ինքը եղել, առանց ձեռներին կպնելու։ Տեսեք ինչ լավ խմոր է, էլի ուղղակի ինքը։ Հիմա ամանի մեջ լցնում ենք մի քիչ զեյթունի ձեթ։ Սենց ուղղակի ձեռքերով անում ենք, որ հետո չկպնի կողքերը։ Մի քիչ էլ վրան ենք անում մեր խմորի։ Ու սա գնում է ստեղ։
Թողնում ենք հանգստանում 30 րոպե, դրանից հետո արդեն հանելու ենք ու գնդենք։ Կմիանանք 30 րոպե հետո։ Հիմա կես ժամն անցել է, մեր խմորը տենում եք արդեն մի քիչ բարձրացել է։ Սա հիմա հանում ենք ու հակառակ դնում ենք սեղանին։ Ինչ ենք անում։ Սա հիմա բաժանում ենք հավասար մասերի։ Ձեթ ենք անում նորից։ Անպայման զեթունի ձեթ օգտագործեք։ Հիմա այսպես Հիմա այստեղ ունենք 10 հատ գունդ, ինչ ենք անում, իրանք մոտավորապես 250-ից 270 գրամ են, դա նորմալ միջին չափսի պիցայի խմորի քաշն է, ինչ ենք անում, սա առանձնացնում ենք հիմա, այստեղ ունեմ ես սինի, որի մեջ լցրել եմ ոչ թե ալյուր, այլ Սեմոլինա են ասում այստեղ, երևի մանին է, փոխարինող, մանի ենք լցնում ու այս 5 գունդը առանձին դնում ենք իրարից հեռու, այստեղ, ծածկում ենք, թողնում ենք 2 ժամ, ինքը արդեն լավ մեծանալու է ու 2 ժամ հետո արդեն կմիանամ ձեզ կասեմ ինչ ենք անում։ Ինչքան լավ բարձացել է արդեն ինքը հասունացել է, 2 ժամը ինքը սենց է, հենց սենց արդեն խմորը վերցնելու ենք ու անենք։ Ուզում եմ ցույց տամ, խմորը ինչ է արդեն դառել իր տեսքը։ Մի հատ ուզում եմ ցույց տամ, մի հատ տեսեք ինչ է դառել ինքը, արդեն ոնց է հասունացել։ Այսպես լավ խմոր է դարձել, որ հեսա կսկսենք պիցան պատրաստելը։ Ուրեմն քանի որ իմ տեղը փոխված է, ես տանը չեմ, ինչ եմ արել, այստեղ հիմա սոուսն ենք սարքում պիցայի, այստեղ ունենք սխտոր, ձյորկած, ինչքան ուզում եք կարակ անեք, կարակ սխտոր չանեք, եթե չեք ուզում, այստեղ ունեմ ես տոմատի մածուկ, սենց, այս ենք լցնում, այս տոմատի մածուկն ենք ամբողջությամբ լցնելու, Սրա վրա լցնելու ենք մի քթալ զեթունի ձեթ, ու սրա մեջ լցնելու ենք թարմը բազիլ, ռեհան ու բազիլ ենք լցնում, հենց սենց ձեռով անում ենք, ուզում եք կարակ կտրտեք, բայց ես սենց ձեռով եմ անում, քանի որ մեր համար ենք պատրաստում, նենց որ օքեյ է։ Okay, այստեղ հիմա ինչ ունենք, սխտորն է, տոմատի մածուկն է, զեթունի ձեթն է ու թարմը բազիլ ունենք մեջը։ Սենց խառնում ենք, հեսա ցույց տամ։ Սենց է դարձել, խառնում ենք ու թողնում ենք մնա, որ համերը տա իրար, որ արդեն պիցան հեսա պատրաստում ենք։ Սա այսպես։ Արդեն պատրաստ է։ Մի բան էլ ասեմ, նախորոք ձեր
Դուխովկեն հայերեն որն է նորից բառարանը։ Ինչն է? Բառարան? Ջեռոց։ Ձեր ջեռոցը նախապես միացրեք, որ տաք հնա, ու մի բան ասեմ, այս պիցան եփելու ենք շատ բարձր կրակի տակ, շատ տաք վիճակում պետք է լինի ձեր բառարանը, պիցան եփենք այդ հակառակ կողմի վրա։ Տապակա, հա? Տապակա? Չէ, ինչ են ասում այդ դուխովկի այն արտամանին։ Չեմ իմանում։ Պիցան եփելու ենք սրա վրա, մեջ չենք դնում, հակառակ կողմ ենք թեքում, ինքը նախապես լավ տաք պետք է լինի, կես ժամ առաջ միացրեք ամենաուժեղ աստիճանի տակ, թողեք լավ դուխովկեն տաք հնա ու արդեն պատրաստ կլինի։ Okay, հիմա ունենք ստեղ խմորը, մի հատ սենց նորից վրեն ենք անում։ Խմորը մի հատ թեքում ենք, որ ինքը վրան է լինի, այս վրի կողմը անպայման վրան լինի, ձեռքերով այս սենց ենք անում, նորից մի հատ թեքում ենք, սենց ենք անում, անպայման ինքը պետք է վրան լինի։ Հետո ինչ ենք անում, բարձրացնում ենք, այս սենց ձեռքերով փորձում ենք, բաց ենք խմորը։ Այս սենց որ տենում եք իշքան բարակատակը, այս սենց ձեռքերով բացում ենք ու դնում ենք սեղանին։ Ինքը կողքերը լինում ուղղակի հաստ, մեջտեղը շատ բարակ։ Սրա վրա հիմա լցնում ենք սոուսը։ Լցնում ենք սոուսը։ Ու ինչ ենք անում, ստեղ մի բան էլ կա, որ անում ենք։ Ձեռքով զեթունի ձեթը, այսպես կողքերն ենք քսում։ Իրան։ Սենց։ Ու եփում ենք երկու անգամից։ Մի անգամ հիմա ենք եփում, հեսա տեղափոխում ենք հիմա։ Մի քիչ կարմրում է կողքերը, շատ չէ, շատ թեթև կարմրում է, հետո հանում ենք, արդեն մնացածն ենք անում։ Հիմա հանել եմ սա, դնում ենք պանիրը վրան, մոցարելան, քանի որ երեխեքը կծու չեն ուտում, այս մեկը կծուկան է, վրան ցանկացած թոփինգ կարա կանեք, ինչ ուզում եք, հետո լցնում ենք զեթունի ձեթ ու նորից դնում ենք եփվելու։ Այս արդեն մեջից հանել եմ, արդեն վրան էլ դնում ենք մեր բազիլը ռեհանը։ Ու սենց համով չոր, նայեք ինչ չոր է լավ հավեսին, պիցա ենք ստանում։ Հրաշք պիցա է սա, ուղղակի պետք է համը փորձեք։ Ես հասցրեցի գնացի Lidl, ուրեմն այստեղ առել եմ սենց բաներ համով, ինքը դնում է սպան է լինում, տաքանում է դուխովկի մեջ 3-ից 4 րոպեում արդեն ինքը պատրաստ է լինում, ինչ որ քաղցր անառողջ բաներ է, այստեղ կաթ, հա, այստեղ էլ Lidl-ում էին ստացել պիստաչոյով, ինքը խմորեղեն է, սենց։ Էսի առաջին անգամ եմ փորձում, տենամ ոնց է համը լավն է, թե չէ, այստեղ կելոքսները, մեկը նենց է սիրում, մեկը սենց է սիրում, լեթուս սալատի համար կտրտացած, բանան ունենք, բրոկոլի ունենք, նորից լեթուս սալատի համար, մածուն, ձու այս անգամ Lidl-ում չկար սպիտակելի, դե միշտ չեն ստանում, այս մածունից եմ վերցրել յոգուրտ, այսինքն համով շատ, բրոկոլի նորից, հաց,
Էլան շատ է սիրում սրանք, որ էփում ես, իսա էփեն իրանք, այսինքն սրանք շատ է սիրում, որ դնում ենք ֆրայերի մեջ, այրոգրիլի մեջ, ինքը եփում է, տենց չոր հանում ուտում է, էսի ստեղ առել եմ ընդեղեն, տստեղ, հա, չգիտեմ ոնց ասեմ, էսի երշիկ է սիրում են երեխեքը, վարունգ, պանիր, ունենք ստեղ խնձոր, մակարոն, կարտոշկա, մակարոն էլի, գյազար ու տվարոկ ունենք ստեղ, իսել տվարոկ, այսքան է, այս անգամ։ Հիմա ինձ սուրճ եմ դրել, ուղղակի ուզում էի ցույց տա, այս պիստաչիայով է։ Մենակ սենց մի կողմն է, բայց հələ համը փորձեմ, տենեմ ոնց է։ Հեն լարա։ Պետքա որ համով լինի։ Հիմա եկել եմ կիսվեմ ձեր հետ իմ հայտնի գաթայով, որը անկրկնելի համ ունի, չեք պատկերացնի, առողջարար, առանց շաքարի, անմոռանալի համ ունի։ Ուղղակի պետքա փորձեք դուք։ Հիմա ցույց տամ սկզբնականում ինչ ենք անում։ Իրան պետքա թողնենք 30 րոպե, ինչ ենք անում, ստեղ ունեմ 200 միլի կաթ, ինքը սառը չի, կացրեցի ես, բայց ինքը գոլի մոտ է, սա ենք լցնում։ Դրան լցնում ենք 20 գրամ դրոշ, այսինքն ես 2 պաշկա կլցնեմ սրանից, դրոշն ենք լցնում, մի հատ մենք բացենք, ու ինչ ենք անում, մի հատ նախապես այս դրոշն ու կաթը խառնում ենք, լցնում ենք 4 ճաշիկ թալ ալյուր, հիմա մի հատ ենք լավ խառնում, ու սա պետքա թողնենք կես ժամ մնա, հետո արդեն կանենք ձու ու մնացած ինչ որ մեջը պետքա գնա, մի բան ասեմ, այս խմորի եթե ուզում եք, կարակ սրա մեջ շաքար լցնեք, բայց ես նախընտրում եմ չլցնեմ, քանի որ ինքը արդեն բավականին քաղցր է լինում։ Ես նախընտրում եմ առանց շաքարի։ Իմ մոտ շաքարը լինելու է, շաքարին փոխարինող լինելու է խուրման, արմավ, հայերեն արմավը, լցնելու ենք մոտավորապես 350-ից 400 գրամ արմավ, բլենդ ենք անելու, վրան ավելացնելու ենք խառը ընդեղեն, պնդուկ, պոպոկ, հնդկական պոպոկ ու նուշ, այդ ամեն ինչը արմավի հետ բլենդ ենք անում, սարքում ենք, ինքը կպչող զանգված է ինքը լինելու, բաժանում ենք հետո 2 մասի հետի, պետքա թողնենք 30 րոպե, սա ցույց տամ մի հատ։ Սա սենց է դարձել ինքը, սենց ջրիկ պետքա թողնենք, սա 30 րոպե մնա, հետո նոր ավելացնենք մնացած մեր պարագաները, ինչ որ պետքա անենք։ Հիմա բերանը փակեմ ու թողեմ 30 րոպե մնա, հետ կգամ 30 րոպե հետո։ Հիմա մի հատ նայում ենք, տեսնենք ինչ ա եղել։ Այս ինչ սևա հասունացել, ինքը ճիշտ ասած 30 րոպեից ավել է մնացել, որովհետև գործ էի անում, չէի կարող, ինչ լավ տեսք ունի։ Հիմա սրա վրա ավելացնում ենք 80 գրամ կարակ, որը ստեղ ունեմ հիմա։ Հեսա դատարկեմ մի հատ ու միանամ ձեզ։ Կարակն արդեն լցրել եմ, հիմա ձուն ենք լցնելու։ Փորձեմ սենց անեմ, մի հատ սենց ենք անում, մի հատն էլ մենակ սպիտակուցն ենք լցնելու։ Այստեղ դեղնոսն առանձնացրեցի, հետո վրան քսելու համար, էսի կփակենք, որ չչորանա։ Հիմա սրա վրա ավելացնում ենք վանիլին, սենց ինչ որ աշկա չափով եմ էլի ես լցնում, որ ասեմ, ու մի փոքր, մի պտոնց աղ ենք ցանում, էսի լավ խառնում ենք։ Այստեղ նաև լցնում ենք մի ճաշիկ թալ ձեթ ու 600 գրամ ալյուր ենք լցնելու,
լավ խառնենք, հետո արդեն ձեռքով լավ պետքա տրորենք, մասաժ անենք։ Ես խմոր ընդհանրապես անել շատ եմ սիրում ու անընդհատ սիրում եմ սեղանի վրա դնեմ ու խաղամ հետը։ Հիմա սա կհանենք, որպեսզի ալյուրը լցնենք ու մեծ քթալով խառնենք։ Ամբողջությամբ լցնում ենք 600 գրամ ալյուր ու խառնում ենք։ Սա խառնեմ ու հետ գամ։ Հիմա տեսեք ինչպին զանգված է եղել, բայց սրանից մենք չենք վախենում, շուռ ենք տալիս սա սեղանի վրա։ Ես սիրում եմ սեղանի վրա աշխատեմ։ Դուք ուզում եք կարող եք մեջ անեք։ Սա դնում ենք այն կողմ, որ պետք է գալու մեզ։ Սա վրայից հանենք։ Դուք կարակ այդտեղ ձեն չհանեք։ Թե չէ։ Դժվար բան եմ երևի ասում։ Գաթան պատրաստելիս ես բաժանեցի 2 մասի, բայց դուք կարող եք անել 3 մասի, որովհետև վռազեցի մի փոքր, այս անգամ մոտս ստացվեց մի փոքր հաստ խմորը, բայց կարող եք դուք ասում եմ բաժանեք 3 մասի, ավելի լավ բարակ կստացվի, քան 2 մասի որ բաժանեք։ Դուք ոնց է խմորը եկել հավաքվել է, չենք մտածում ու մենք անընդհատ տրորում ենք այս խմորին։ Իրան հետո թողնելու ենք 40 րոպե մնա, 40 րոպե հետո նորից ենք հանելու, լավ տրորելու ենք ձեռքերով, արդեն ինքը կամաց գալիս է տեղը, ինչպես միշտ այս շաբաթ երեխեքը տունն են ու ձենը անպակաս է լինելու ամեն վիդեոյի մեջ։ Տեսեք ինչ լավ խմոր դարձավ ինքը, փափուկ, առանց ձեռքերին կպնող, հավեսին խմոր դարձավ, սա հիմա թողնում ենք, 40 րոպե մնա, 40 րոպե հետո հանելու ենք, նորից ենք ձեռքերով իրան տրորելու ու հետո արդեն թողնենք մի կես ժամ ու կարանք պատրաստենք արդեն։ Հիմա անցել է 40 րոպեն, տեսեք ինչ լավ ուռել է։ Հիմա այս նորից տրորում եմ ու թողնեմ 30 րոպե ու հետո 30 րոպե հետո արդեն կհանեմ ու կգնդեմ։ Ուրեմն քանի որ խմորը թողեցի մնա 30 րոպե, ստեղ պատրաստում ենք միչուկը։ Միչուկի համար ինչ ենք օգտագործում, արմավն ենք օգտագործում, արմավը որպես շաքար, մեզ քաղցրություն տվող ինչ որ բան է լինելու, ինքը շատ լավ արմավ է, մեծ, սրանից ենք օգտագործելու ու օգտագործելու ենք խառը մեջը կա պնդուկ, պոպոկ, հնդկական պոպոկ ու նուշ, հա, սրանից եմ ամբողջը լցնելու ու մի քիչ սրանից ու մի քիչ սրանից, մեջը ընդամենը լինելու է այս երկու, սա արմավն ու ընդեղենը, ուրիշ ոչ մի բան չենք լցնելու մեջը, բիակապ համ ունի, շատ ընտիր համ ունի, կփորձեք կտեսնեք։ Հիմա պատրաստում ենք միչուկը, սկզբում բլենդ եմ անելու սրանք, հետո նոր արմավը կավելացնեմ։ Հիմա տեսեք, ստեղ արդեն արմավը ու մեր ընդեղենը բլենդ եմ արել, սա լավ խառնում ենք, ինքը արդեն կպչուն զանգված է, բայց մի հատ լավ պետք է խառնեմ, որովհետև տակը կա հələ դեռ բլենդ արած ընդեղենից, մի հատ հեսա լավ կխառնեմ, սա, որ միասեռ զանգված դառնա ու արդեն պատրաստ կլինի։ Ինչ լավ տեսք ունի արդեն։ Սա միչուկն է մեր լինելու։ Ես սենց 2 հատ գունդ արեցի, հենց ինքը պատրաստ թողեցի, տեսեք ինչքան կպչուն է ինքը, այս 2 գունդը կլինի 2 հատ լավ գաթա, սա արդեն կդնեմ մեջ ու կփաթաթեմ։ Թող խմորը հասունանա, մի 30 րոպե արդեն պատրաստ ենք։ Ուրեմն այս արդեն կես ժամ էլ անցավ ու մի հատ նայեք ինչ հավեսին բարձրացել է այս խմորը։ Հեսա հիմա այս արդեն բաժանում ենք 2 մասի, գնդեր ենք անում, այդ գնդերն էլ թողնում ենք հավելյալ 20 րոպե մնա ու արդեն կարող ենք պատրաստել մեր ընտիր գաթան, որը ինձ թվում է երևի չեք փորձել սենց գաթա, շատ
հոյակապ համով գաթայա։ Մի հատ ստեղ նայեք ինչ հավեսին խմոր է էլի ինքը ուղակի անկրկնելի է ուղակի, սա բաժանում ենք երկու մասի։ Հրաշք, ուղակի հրաշք խմոր է ինքը։ Գնդում ենք ու թողնում ենք 20 րոպե մնա։ Չմոռանաք ծածկեք, որ չչորանա։ Հրաշք ուղակի, անկրկնելի խմոր է ինքը։ Էս հենց թողնում ենք մնա, 20 րոպե հետո արդեն կսկսենք անելը։ Սա էլ են մեկն է, արդեն մեկը դրեցի եփելու։ Հիմա սա էլ են մյուսն է, էլի կլոր գունդը դրեցինք վրան։ Հիմա բերում ենք միացնենք այս կողքերը։ Ահա որ ինքը փափուկ խմոր է լինում, որ եփվում է, ահա որ համով գաթա է ստացվում սա։ Հիմա թեքում ենք այս կողմ։ Sold out. Too bad. You know the ones in America, they're the real ones. You can't get them anywhere else. But like, you can. You can't get the fake ones. Սենց ստացվեց։ Սա էլ հակառակ կողմը, որ կպցրել ենք, բայց ամբողջությամբ կպած է, ինքը հաստությունն այսքան է։ Նորից դնում ենք սրա վրա։ Հիմա վրան լցնում ենք ձուն, ես մի փոքր կաթ եմ խառնել ձվի դեղնուցի հետ, վրան քսում ենք էդ ու ձևավորում արդեն։ Stop! And let's do that trend where we go first, okay? Or you can go first. Okay. Turn around! If you slap me, I'm doing it to you. If you slap me, I'm doing it to you. If we have to do it, wait. Այս էլ այս մեկն է, սպասենք մյուսը հանենք, այս մեկը եփենք արդեն։ Ինչ լավն է։ Համի մասին էլ չասեմ ինչ ընտիրություն է։ Նա տեսեք ինչ հրաշք գաթա է ստացվել։ Ինքը որ սկզբից հանում ես չոր է լինում, հետո արդեն փափկում է։ Ընտիրություն։ Սիրուն գաթա է, շատ։ Հեսա կկտրեմ մի հատ։ Մի քիչ թող սառի, կկտրեմ, կփորձեմ։ Մի հատ նայեք, էլի ինչ լավն է ինքը։ Հեսա հիմա փորձում եմ։ Դուրսը քայլում ենք։ Նես լավ եղանակ է։ Ուղղակի ոնց որ ես արագ եմ քայլում, որտեվ էլան հեծանիվով է ու վազում եմ ես ուղղակի իր հետևից անգածով։ Ու շոկվում ես։ Այսօր էլանա լարանը չկա հետներս։ Հա, այդ կողմ են գնալու էլա։ Այս երկու շաբաթը երեխեքը հեն։ Հա, այս երկու շաբաթը երեխեքը տունն են։ Այս զատիկի կապակցությամբ, ստեղ երկու շաբաթ են էլի մնում տանը։ Հա, այդ կողմ էլա։ Պետք է մի բանով զբաղվեն։ Զգուշ էլա։ Գնանք մի քիչ քայլենք։ Մի քիչ ստանեմ խաղայելան, որ հոգնի։ Դե ինչ, այսքանով էլ ավարտում ենք այս շաբաթվա վլոգը։ Ձեզ բոլորիդ մաղթում եմ ուրախ զատիկ։ Լավ եղեք, առողջ մնացեք։ Քրիստոս հայրավի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։